Պարոն Փաշինյանը եկավ։ Փաշինյանին հավատացող այս քաղաքացին չգիտի, որ ԱԹՍ-ներ չեն եղել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Դուք չգիտեք երբ է պատերազմը լինելու։ Մեծ պատերազմը, վերջի պատերազմը։ Ոնց պիտի իմանամ։ Չգիտեիք։ Հա երկրի ղեկավար եք։ Երկրի ղեկավար եմ։ Երկրի ղեկավար եք եղել։ Հա։ Եղել եք, չէ՞։ Բախի մի հատ բեսպիլոտնիկ չեք արեք։ Արարատի մարզից է սպիտակ հասել Մխիթարը հարցը տալու համար։ Բեսպիլոտնիկներ։ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացուն բացատրում է, որ ԱԹՍ-ները ռազմադաշտում սկսել են կիրառվել 2017 թվականից։ Իր կառավարման ավարտից 9 տարի անց։ Երբ որ ես երկրի ղեկավար եմ եղել, բեսպիլոտնիկներ ընդհանրապես չի եղել, անունը ոնց է։ Մխիթարա, ես Արարատի մարզ գյուղ Գորավան։ Մխիթար։ Բեսպիլոտնիկներ ընդհանրապես չեն եղել, բեսպիլոտնիկները հայտնվել են մոտարապես ընդհանրապես որպես զինատեսակ 17-18 ոչ թե առել ենք, այլ այնքան ենք առել, բերել եւ ծրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին։ Լավ, ես ձեզ պետք է ընտրեմ, ես ձեզնից ինչ եմ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Նիկոլ Փաշինյանը Ալիևին։ Եվ ընդունում է, որ թողել է, եւ Ալիևը ընդունում է եւ ասում է, որ այսքան զենք, բայց զենքը որտեղից է եկել։ Մեր քաղաքացին ամեկա, պետք է նորմալ վերաբերվենք, հարգանքով վերաբերվենք, մոլորված տղա է, հիմա ինչ անենք։ Գոնե մի հատ ավելի լավ ինստրուկտաժ անեին։ Հայաստանի վրա անգամ համարձակություն չի ունեցել հարձակվել Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, քանի որ գիտակցել է կոշտ ու ծանր էր լինելու մեր երկրի պատասխանը, ասում է երկրորդ նախագահը։ Նկատում ոչ թե ինքը, այլ Փաշինյանը պետք է ԱԹՍ-ներով համալրեր բանակը։ Ես կարող եմ մեղադրել, ինչի դուք 18 թվականից մինչև 20 թվականը, երբ արդեն պարզ էր, որ կար բեսպիլոտնիկների խնդիր, ինչու դուք չեք բերել։ Եվ 8 միլիարդ դոլարով պարտք ավելացնելով ուր եք տարել այդ գումարները։ Այդ խնդիրը, այդ հարցը մենք կարող ենք տալ այս իշխանությանը, այլ ոչ թե իրենք կարող են տալ այդ հարցը ինձ։ Իրենք եթե հիշեցնեն բեսպիլոտնիկների տեղ կլուբնիկի ռեֆորմ էին սկսել բանակում։ Հիշեցնեմ, ինչքան գեներալներ ունենայինք, գնդապետներ ունեինք, մարտական փորձով բոլորին տշեցին բանակից։ Այ պատճառը դա է։ Խաթարեցին բանակցային գործընթացը եւ ըստ էության արեցին ամեն ինչ, որ Իլհամ Ալիևը սկսի պատերազմ։ Հայաստան դաշինքի առաջնորդն ասում է, որ քվե կորզելու համար է ընտրություններից 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքում զորահանդես կազմակերպել։ Այդպիսի մի դեպք էլ 1996-ին է եղել։ Բանակը որպես այս զորահանդես օգտագործել է քարոզչական նպատակով նախընտրական շրջանում միայն 96 թվականին արել են զորահանդես, որից հետո միանգամից գնացել են ընտրության։ Ինչով է ավարտվել այդ ընտրությունը 96 թվականի նախագահականը բոլորդ գիտեք։ Հայաստանի համար եղել են ամենից վատ ընտրությունները, ամենից վատ։ Հիմա կարծում եմ նույնն է լինել է իշխանության համար, որովհետև բանակը սարքել են քարոզչական մեքենա։ 1998 թվականի, երբ պարոն Քոչարյանը եկավ իշխանության, ընդամենը 1 տարին բավականեցրեց, որ ես համոզվում եմ, որ մեր երկիրը այլևս անվտանգ է, վերադարձա սպիտակ ու մինչև այսօր սպիտակում եմ։ Աղետալի վիճակում հայտնված գյուղատնտեսությունը փրկելու, ֆունկցիոնալ անգրագիտությունը վերացնելու համար ինչ ծրագրեր ունի Հայաստան դաշինքը, հարցնում է սպիտակցի երիտասարդը։ Հայաստանը չի կարող քաղաք երկիր լինել, ուրեմն չի կարելի Երևանում կենտրոնացնել։ Դրա այդ պատճառով ուղղակի քաղաքականությունը պետք է այլ լինի։ Եթե մարդ պետք է մի ներդրում անի, Երևանում ավելի հարմար է անել, ավելի մեծ հնարավորություն կա։ Ուրեմն ինքը որոշակի արտոնություններ պիտի ունենա, որ գա այստեղ անի կամ շրջանները։ Ցանկատարածքների մոտավորապես 50%-ն ընդամենը մշակվում։ Հա, կեսն է մշակվում, ու ես չգիտեմ ինչի։ Ավելի ճիշտ գիտեմ ինչի, որովհետև ձեռնտու չի, հա, որովհետև ձեռնտու չէր մարդկանց համար։ Ուրեմն մեր ծրագրերում հստակ դա եւս ուղղակի գրած։ Ինչ վերաբերում է կրթական ծրագրերի, միջև կրթություն չունենանք, նորմալ երկիր չենք դառնալու։ Խնդրում եմ քրթքանշան Հայաստանը դարձնեք տովիստով։ Ես մեծ պարնի գյուղապետն էի, որ ձեզ համոզեցի մեր գյուղը գազաֆիկացրիք։
Չեմ կարծես շնորհակալություն հայտնեմ։ Նոր եմ ասում 20 տարի հետո, ինչ արի 25 տարի հետո։ Այդ ցավոտ տանեմ։ Շնորհակալ եմ։ Թե մեր գործերը մի քիչ բան գնա։ Եղավ, սրտած շնորհակալ եմ։ Մենակ խնդրում եմ ծառը գազը չկտրեն մեր, չթանկացնեն։ Ոնց որ ցանկամ են ինչ անում են, որ անիմաց դառնա այն գործը 20 տարի առաջ բռնած գործը։ Շնորհակալ եմ։ Այս ժողովրդի շատ իտալական թաղամասը գիտես։ Տուն միջև մի տուն չեն ստացել։ Այս իտալականի ժողովուրդը։ Խնդրում ենք այդ հարցը, որ ընտրվեք լուծեք իտալական հարցը։ Հասկացա, ուրեմն որ ասեմ նախ լուծելու եմ։ Ուրեմն ասեմ, ուրեմն ասում եմ, լուծելու ենք ձեր հարցը։ Սպիտակցի մի տղա երկրորդ նախագահին Արարատի բնապատկերն է նվիրում, Արցախը վերադարձնելու պայմանով։ Այս նկարել է իմ եղբայրը, բայց ինքը հիմա քննության է եւ չի կարեցի նվիրի։ Այս նկարը ես նվիրում եմ ձեզ, որպեսզի Արցախը հետ բերեք։ Ես արգելված պեյզաժը։ Արգելված է, բայց երեխան անչափահաս է, հույսով ենք, որ ոչ մի հետևանք չի ունենալու, էլ այս ամենը։ Հայաստան դաշինքը նաև իր պատգամավորական թեկնածուների դիմանկարներն է ստացել սպիտակցիներից։ Վստահ եղեք, ինչ ասում ենք, միշտ անում ենք։ Մենք մեր թիմը իսկապես եւ փորձառու թիմ է, եւ հոսքիտեր մարդիկ ենք, եւ երբեք նաեւ մեր թիմում թույլ չեմ տա մարդ լինի, որը կարա ուղղակի խոսա եւ հետևանք չունենա այդ ամենը։ Ուրեմն վստահ եղեք, որ մենք լուրջ ենք տրամադրված, մենք պայքարի մեջ ենք, մենք այդ զադնի խոտ կոչեցյալը չունենք, գնալու ենք միջև վերջ։ Լուրջ տրամադրված, խիստ ղեկավար, որի հետ հաշվի են նստելու։ Այսպիսի առաջնորդ է ուզում Ստեփանավանը։ Մենք ուզում ենք, որ առաջվա խիստ նախագահը հետ գա։ Խիստ, բայց արդար։ Զբոսաշրջությունը Ստեփանավանում զարգացնելու է երկրորդ նախագահը հունիսի 7-ին ընտրություններում հաղթելուց հետո։ Ստեփանավանը ոնց որ այդ տեսանկյունից մի քիչ հետ է մնացել եւ մենք պետք է ամեն ինչ անենք առաջ մղելու համար։ Այդ հնարավորությունը ունենք, այդ ուժը ունենք, այդ պատկերացումները մենք ունենք, որ տարածքների զարգացումը մեր ուշադրության կենտրոնում է լինելու դա միանշանակ եւ հատկապես այսպիսի բնական տուրիստական ներուժ ունեցող տարածքները մենք զարգացնելու ենք։ Քո աշխատանքային ժամանակ, որ աշխատել ես, տրանսպորտ գոյություն ուներ։ Բայց արդեն 10 տարի է տրանսպորտ չկա այս տղամարդու բնակավայրում։ Նա խոստովանում է, որ անցած ընտրություններին Հայաստան դաշինքին չի ընտրել եւ առանց տրանսպորտի է մնացել։ Չունենք, ես արդեն 10 տարի չունենք մենք երթուղային։ Խոսքին ունեմ 1000 դրամ, 200 դրամ կտայի կգնայի, 200 դրամի տեղ բդառնեի, 200 դրամ էլ կտայի կգայի։ Արեց 600 դրամ, այն 400 դրամին էլ մակարոն կառնեի կուտեի։ Բայց հիմի տաքսին 1000 դրամ տամ, ոչ կարամ տեղը առնեմ, ոչ կարամ տունը կամ ցավատանը։ Վանաձոր Ստեփանավան ավտոբուս չկա։ Չէ, տաքսի։ Գծի տաքսիներն։ Ու քանի տարի է որ չկա։ Այս 10 տարի արդեն չունեմ, ցավը։ Հիմա լավ, 10 տարի է չունեք, ինձ մի հատ ասեք։ 21 թվականի։ ԿՊ-ն ինչքան, քանի տոկոս ձայն հավաքել Ստեփանավանը։ 49։ Ինչքան։ 49-ը։ 49% ձայն հավաքել Ստեփանավանում։ Լավ էլ արելա, որ ավտոբուս չի դրել։ Ասեմ, լավ էլ արելա, որ ավտոբուս չի դրել։ Ժորժա, ավտոբուս չկա, բան չկա, գնում եք քվերքում եք ԿՊ-ին, առավելագույն ձայներն եք տալիս, հետո ասում եք չկա, իհարկե չի լինելու։ Գալի մեզնից ավտոբուսը։ Հետո գիտեք վատը ինչն է։ Որ մենք ընտրվենք, ասելու ենք, այս անցած անգամ նրանք ոչինչ բան չեն արել, էլի ընտրվել են, հիմա մենք էլ կարանք ոչինչ չանենք, էլի ընտրվենք։ Ճիշտ հասկացեք, ժողովուրդը իր քվեով պատժում այն իշխանությանը, որ իր խոստումները չի կատարում, որը վատ է վերաբերվում տվյալ դեպքում քաղաքացուն։ Հիմա եթե դու չես պատժում, ինքը համարում է, որ ինքը ամեն ինչ կարող է։ Մարսելու է։
Խոսքին ասեմ քեզ, այն ժամանակ կարող է քեզ չեմ ընտրել, բայց դու էլի տրամադրել ես, չէ՞։ Աշխատում ես։ Էլի ես եմ մեղավոր, հասկացա։ Իսկ ժողովուրդը համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինչքան ուզում են, թող թանկացնեն գազը։ Միևնույն է, մենք շատ փող կունենանք, հարցնում է Ռոբերտ Քոչարյանը։ Ենթադրում եմ, որ ԿՊ-ի մասին է խոսքը, որ շատ փող ունեն, որտեղ 8 միլիարդ պարտքի առնվազն կեսը մսխել են եւ հայտնի չի թե որտեղ է։ Սա առաջինը, երկրորդը իսկ ինքը ժողովրդի հետ խորհրդակցել է, արդյոք ժողովուրդը պատրաստ է կրկնակի ավելի թանկ վճարել գազի համար։ Սա անպատասխանատու հերթական հայտարարությունն է եւ իր սխալների համար հերթական անգամ ծանրությունը կախվելու է ժողովրդի վրա։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե Հայաստանը իր սեփական գազն է ունենալու։ Ռոբերտ Քոչարյանը պատմում է, որ իր կառավարման տարիներին լայնածավալ հետազոտություններ են արել։ Առաջ անգամ լսում, երևի պետք է իրենից հարցնել։ Չկա սեփական գազ Հայաստանում։ Ժամանակին մենք հետազոտություններ արել ենք, դա իմ ժամանակ էր, բավական Հայաստանի տարածքով, ավելի շատ սլանցային, այսպես ասենք, տարբերակի վրա, բայց պարզվեց, որ բավարար պաշարներ, որոնք կարելի է օգտագործել, ուղղակի չկա։ Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։